Ապրիլի 5-ին և 6-ին Նինոցմինդայի մունիցիպալիտետի Հեշտյա գյուղում անցկացվեց վոլեյբոլի մրցաշար, որին մասնակցեցին տղաների և աղջիկների 10-ից ավելի թիմեր։ Մրցախաղի կազմակերպիչը մարզիչ Սևակ Արոյանն էր, նախաձեռնությունը և ֆինանսական աջակցություն տրամադրել էր Սաքրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը։ Երկօրյա խաղերի ընթացքում սպորտասեր հասարակությունը վայելեց գեղեցիկ և անկրկնելի խաղ։ Պայքարը թեժ էր և համառ։ Այս ամենը կատարվելու մեր նախաձեռնության ինչի համար, այն որ համար որ մենք ընդհանրով ունենանք առողջ օրգանիզմ, առողջ մտածելակերպ, հասկանանք մեկս մյուսից փորձեն զիջել, սիրեն մեկս մյուսից, ծանոթանանք, հերանանք, այդտեղ ես ֆուտբոլի ժամանակ եմ նշեցի, ժողովուրդ ջան, չկա սահմանափակումներ, այս գյուղը, այստեղ որոշ թերություններ կար, ես տեսա, բայց հաջորդ մրցույթները թերություններն էլ պիտի վերացնեն ու ամեն մեկս մեր մեջ, որ այդ միկրոն ֆայլը, կողմնակահությունը կամ ամենը իմ գերեգուկերը չկա, մենք ընդհանուր ենք։ Արդեն պարզ է 5-ին ու 6-ին ամսի անցկացվեց վոլեյբոլի մրցաշար մեր սպորտ Աբրիջում, որը կազմակերպել էր, այսինքն նախաձեռնել էր, ֆինանսապես աջակցել էր մեր ավականու նախագահ Վահան Արոյանը, կազմակերպել էին խաղը ես և մեր գեղու երիտասարդների հետ մեկտեղ, անցկացավ շատ հետաքրքիր, թեժ պայքարներ տեղի ունեցան, մասնակցում էին թիմերը 12 տղաների թիմ, ուներ ավականին թիմ, դպրոցների կոլեկտիվներ թիմեր ունեին և աղջիկների 8 թիմ։ Մրցաշարին մասնակցեցին նաև վոլեյբոլի վետերանները։ Նինոցմինդայի մունիցիպալիտետի ավականու թիմի հետ պայքարում դուրս եկան Հեշտյայի վետերանները։ Չնայած տարիքներին գեղեցիկ և համառ խաղի արդյունքում հաղթողի տիտղոսին արժանացան հեշտյացիները։ Շնորհակալություն նախորդ կասեմ կազմակերպիչներից, հանձինս Սաքրեբուլոյի նախագահի պարոն Վահան Արոյանից։ Սա շատ լավ միջոցառում է այն բանի համար, որ սպորտը մեր մոտ Նինոցմինդայի մունիցիպալիտետում վերջերս ոնց որ հետաչ տված լինի, բայց հիմա մեր այսպիսի նախաձեռնությունների միջոցով մենք հնարավորություն ենք տալիս ակտիվացնելու միջոցառումների շարքը եւ մունիցիպալիտետում սպորտային միջոցառումներ հնարավորություն տան նաեւ երիտասարդներին զբաղվածություն ունենալու համար։ Սա շատ կարեւոր է, մենք որպես օրինակ ծառայող, չնայած տարիքներս այնպիսին է, որ մենք քիչ դժվար խաղացինք, բայց այնուամենայնիվ սա խոսում է այն բանի մասին, որ մենք դեռ չենք մոռացել սպորտը եւ խորհուրդ ենք տալիս մեր երիտասարդներին, ջահելներին, դպրոցականներին, բոլորին, որ առողջ կյանքով կամ առողջ ապրելակերպով ապրեն, որովհետեւ սպորտը ոչ միայն առողջացնում է մարդու ֆիզիկականը, նաև հոգեկան ուրեմն դրսևորումն է։ Այնպես որ շնորհակալություն մեր կազմակերպիչներից եւս անգամ եւ խորհուրդ կտամ նման միջոցառումները հաճախակի լինեն եւ հաճախակի լինելով հանդերձ նաեւ մասսայականությունը սա թույլ կտա մեր երիտասարդներին մեծ միջոցառումների, ինչու՞ չէ միջազգային, ինչու՞ չէ Վրաստանի ամբողջ մասշտաբով նրանց միջից ջոկվելու այնպիսի մարզիչներ, որոնք սպորտսմեններ, որոնք կարող են ուրեմն մեծ արենաներում իրենց ներկայացությունը բերել։ Այնպես որ սա խթան է եւ եւս մեկ անգամ խորհուրդ կտամ մեր երիտասարդներին, աշակերտներին, ինչու՞ չէ նաեւ մեծահասակներին ճիշտ է առօրյա հոգսերը շատ են, բայց այնուամենայնիվ ժամանակ կնեն զբաղվել սպորտով։ Սպորտը առողջություն է, սպորտը եթե սովորություն դառնա, նաև ինչի՞ չէ երկարակեցություն է։ Շնորհակալություն։ Երկօրյա խաղերի ընթացքում մարզիկները դրսևորեցին հետաքրքիր խաղ։ Մեծ էր նաև երկրպագուների բանակը։ Յուրաքանչյուր թիմին երկրպագելու համար հավաքվել էին համագյուղացիները։ Տասնյակ թիմից եզրափակիչ կարողացան դուրս գալ լավագույնները։ Եզրափակչում հանդիպեցին Հեշտյա և Ժդանովականի թիմերը։ Այսօր, ինչպես գիտեք, Հեշտյայում տեղի ունեցավ վոլեյբոլի առաջնություն, մասնակցում են գրեթե 16 թիմեր, Ժդանովականի նույնպես հրավիրել էին, լավ խաղ ցուցադրեցինք, հասանք եզրափակիչ, ցավոք պարտվեցինք եզրափակիչ խաղում։ Միշտ հաճելի է, որ այդպիսի միջոցառումներ լինեն, թող շատ լինեն տարբեր մարզաձևերում, երեխաները կտրվեն փողոցից, ինտերնետ, հեռախոս,
մեկ-մեկու հետ կշփվեն, ընկերություն ձեռք բերեն, մեկ-մեկու կճանաչեն։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել քաղաքապետարանի եւ սպորտի բաժնին, սպորտային օլիմպիադայում մեզ աջակցելու համար եւ այստեղ ով որ կազմել, երևի Վահան Արոյանն էր կազմակերպել, շնորհակալություն նրան։ Մրցախաղին ներկա գտնվեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանը, ավականու նախագահ Վահան Արոյանը, նախագահի տեղակալներ Կոնստանտին Վարդանյանը, Վաղիկ Արզումանյանը եւ պատգամավորական կազմը։ Նախապես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Հեշտիայի երիտասարդներին, որ կազմակերպել են այսպիսի հետաքրքիր միջոցառում։ Ես ներկայացնում եմ Ղարումա գյուղը ու ելի եւս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, որովհետեւ մենք կարողացանք գրավենք երրորդ տեղը, երրորդ պատվավոր հորիզոնականը ու ինչը իմ օրինակի հետ վերցրած շատ կարեւոր է երիտասարդների այդպիսի առաջընթացը սպորտում։ Ճիշտ է, Ղարուման փոքր գյուղ է, բոլորն էլ ոնց որ մի քիչ բանով են վերաբերվում, էլի որ փոքր է չեն կարող սպորտով ինչ որ տեղեր գրավեն, բայց մենք փորձում ենք։ Ամեն օր էլ մարզվում ենք վոլեյբոլով, ֆուտբոլով, ուրիշ սպորտաձև ներկայիս չէ զարգացած մեր մոտ, բայց փորձում ենք զարգացնել։ Ես ինքս այդ գործին ուզում եմ շատ մասնակից եղնեմ։ Գեղեցիկ խաղի արդյունքում բացահայտվեցին լավագույն թիմերը, եւ այսպես վոլեյբոլի աղջիկների թիմից երրորդ տեղ գրավեց Հեշտիայի թիմը։ Երկրորդ տեղը Նինոցմինդայի թիվ 2 ռուսական դպրոցինն էր։ Առաջին պատվավոր տեղին արժանացավ Նինոցմինդայի թիվ 1 դպրոցը։ Տղաների մեջ երրորդ տեղը գրավեց Ղարումայի թիմը, երկրորդ տեղը Ժդանովականինն էր, իսկ առաջին հաղթանակային տեղին արժանացավ Հեշտիայի թիվ 1 թիմը։ Բոլոր առաջատար տեղեր գրաված մարզիկները պարգևատրվեցին մեդալներով եւ թիմային գավաթով։ Թեժ պայքարում առաջի հորիզոնական գրավեց Նինոցմինդայի թիվ 1 դպրոցի աղջիկների թիմը, երկրորդ հորիզոնականը ռուսական դպրոցի թիմը եւ երրորդը Հեշտիայի հավաքական թիմը։ Իսկ տղաների թեժ պայքարում առաջի հորիզոնականը Հեշտիայի առաջի թիմը գրավեց, երկրորդ հորիզոնականը Ժդանովականի թիմը եւ երրորդը Ղարումայի թիմը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր կազմակերպիչներին, նախաձեռնողներին, թող միշտ այսպիսի բաներ կազմակերպվի, սպորտը միշտ մոտիվացնում է մարդկանց, տարբեր բնագավառներում դաստիարակում է եւ ֆիզիկապես եւ ինչու՞ չէ նաեւ լեզվից։ Անցած տարի անցկացվեց էլի մեր դահլիճում քաղաքապետարանի գավաթ, դերի թեժ պայքարներ ընթացան, դպրոցական օլիմպիադաներն են անցկացվում հաճախակի, տարբեր տեսակի մրցաշարեր, մինի ֆուտբոլ անցկացվեց էլի մեր ավականու նախագահի նախաձեռնությամբ վերջերս։ Հիմնականում աշխուժ է մերոնք վոլեյբոլում, ֆուտբոլում, մինի ֆուտբոլում, բասկետբոլն է պետք է արդեն առաջ տալ, ձեռքի գնդակ ունենք, երիտասարդներին առողջ ապրելակերպ ենք հարոզում, հենց սպորտը, ինչքան առողջ եղնի մարդ, առողջ մարմնում պետք է լինի առողջ հոգի։ Մենք այստեղ որ հավաքության հարցնի սաղ է դավիթի շնորհիվ։ Մենք ցանկանում ենք Վարդան Գորելյանը, ես հույսով եմ որ հաջորդ տարիներին մենք բոլոր թիմերը ունենանք այսօր դահլիճներ ու բոլոր թիմերը ունենան դասվածքներ այսօր դահլիճով արեք ծափարի կարիքի Վոլեյբոլի խաղերի անցկացում մեր շրջանում կարծես դարձել է ավանդական։ Դպրոցահասակ երեխաների համար նմանատիպ մրցումները հնարավորություն են տալիս զբաղվել սպորտով, մրցակցել միմյանց դեմ, վայելել խաղի հետաքրքիր ակնթարթները եւ պարզապես օրը հագեցնել մարզական ոգով։